Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով ազգային ժողովի նախկին պատգամավոր հանրային գործիչ Անի Սամսոնյանին ամիսներ շարունակ մի տղամարդ է հետապնդել, պոռնոգրաֆիկ նյութեր ուղարկել, գիշերները զանգել է և բացահայտ սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին։ Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձած փաստերը արդեն հասել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն և կարող են վերաճել միջազգային իրավական համագործակցություն պահանջող քրեական վարույթի։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ դեռ 1 ամիս առաջ Անի Սամսոնյանը հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, նշելով, որ 2025 թվականի հուլիսից ի վեր ենթադրաբար ենթարկվում է համակարգված հետապնդման Քեզ ուր տեսա խփելու եմ Վաղարշակ Թովմասյան անունով անձի կողմից։ Դիմումատուի փոխանցմամբ նույն անձը ներկայանում է տարբեր անուններով՝ Վաղինակ, Վաղո Թովմասյան, Վահե Հավետիսյան, Վաղո Վահե։ Ըստ Սամսոնյանի իրեն հասանելի տեղեկություններով տվյալ անձը հանդիսանում է Նիդերլանդների թագավորության քաղաքացի։ Ենթադրյալ հետապնդողը բազմիցս այցելել է իր աշխատավայր և բնակավայր, հետևել իրեն հանրային տարածքներում, կատարել է բազմաթիվ հեռախոսազանգեր, այդ թվում ուշ գիշերային ժամերին։ Նշվում է նաև, որ ուղարկել են սպառնալիք պարունակող հաղորդագրություններ և պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր, ներառյալ բացահայտ լուսանկարներ։ Վերջին օգտագործած հեռախոսահամարը, որով ըստ հաղորդման կապ է հաստատված եղել, դա 091 52 79 94 հեռախոսահամարն է։ Իրավապահներին ներկայացվել է նաև տվյալ անձի լուսանկարը նույնականացման նպատակով։ Դատախազությունը շուրջ 1 ամիս որևէ բան չի արել, իսկ արդեն փետրվարի 18-ին տվյալ անձը ներխուժել է Սամսոնյանի աշխատասենյակ, կրկին սպառնալիքներ հնչեցրել, փորձել է հարձակվել Սամսոնյանի վրա, վերջինս ինքնապաշտպանվել է։ Այնուհետև Սամսոնյանը դիմել է ոստիկանություն, հաղորդում ներկայացրել դատարան, քննել է ու այդ անձին ընդամենը տնային կալանք են տվել։ Բայց Սամսոնյանը դեռ մտահոգված է, քանի որ այդ անկանխատեսելի անձը կրկին կարող է հայտնվել այնտեղ, որտեղ ինքն է լինելու ու կրկին հարձակվել իր վրա։ Ժողովուրդ օրաթերթը Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների դեսպանությունից փորձել էր հետաքրքրվել նշված անձի մասին ու պարզել, արդյոք այդ քաղաքացին հետախուզման մեջ է գտնվում։ Սակայն մեզ Նիդերլանդների թագավորության դեսպանությունից պատասխանել են, որ սա տեղական ոստիկանության իրավասության գործ է, ուստի խնդրում ենք ձեզ դիմումն ուղարկել նրանց, որպես ընդհանուր կանոն Նիդերլանդների թագավորության դեսպանությունները երբեք չեն մեկնաբանում մամուլի համար առանձին դեպքերը։ Մեր հարցին գրավոր պատասխանել էին այսպես. Այսպիսով, դիվանագիտական կառույցը գործը համարել է բացառապես տեղական իրավապահ մարմինների իրավասության տիրույթում և հրաժարվել է հրապարակային մեկնաբանությունից։ Արա քեզ քանի անգամ ասեմ քաղաքականությունից կտրվի